5 օր շարունակ Ազատության հրապարակում նստածույց հայտարարած Շանթ Հարությունյանի այսօրվա հեղափոխության փորձը ձախողվեց։ Շուրջ 500 քաղաքացիների հետ Շանթ Հարությունյանը Գայ Ֆոքսի դիմակներով երթով փորձեց Մաշտոցի պողոտայով շարժվել Բաղրամյան 26։ Ոստիկանությունը նրանց թույլ չտվեց, ինչին հաջորդեցին մասսայական անկարգություններն ու բերման ենթարկելու դեպքերը։ Նման բան, հենց նախապատրաստված սադրանք է գնում, հաշված րոպեների ընթացքում լցվում է Երևանի կենտրոն 500 ոստիկան։ Մեկ ժամից ավելի պողոտայում իրավիճակը շարունակում էր լարված մնալ։ Դեպքի վայր ժամանեցին ոստիկանական հատուկ ջոկատայինները Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի, ինչպես նաև բարձրաստիճան այլ ոստիկանների ուղեկցությամբ։ Նրանք Ազատության հրապարակից բռնագրավեցին Շանթ Հարությունյանի պաստառներն ու անձնական իրերը։ Չնայած ոստիկանների ջանքերին Ազատության հրապարակում շարունակում էին մնալ մի քանի տասնյակ քաղաքացիներ։ Ակտիվիստների խոսքերով բերման են ենթարկվել 2 տասնյակից ավելի մարդ, իսկ ոստիկանները գործում էին առանց որևէ մեկնաբանության։ Ոստիկանությունը հայտարարությունով հանդես կգա, դուք եք կտարածեք ձեր լուրերը։ Ավելի ուշ ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ տեղեկացնելով, որ Շանթ Հարությունյանին բազմիցս զգուշացրել էին դադարեցնել հակաօրինական կոչերն ու քայլերը, սակայն նա չի ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին։ Ըստ ոստիկանության կան տուժածներ, այդ թվում իրենց շարքերից։ Լրացուցիչ տեղեկություններ ոստիկանությունը խոստանում է հայտնել ավելի ուշ։ Հիշեցնենք, այսօր նոյեմբերի 5-ը անոնիմուսների օրն է եւ Գայ Ֆոքսի դիմակներով աշխարհի տարբեր քաղաքներում երթեր ու ցույցեր են կազմակերպվում։ Իշխանություններից պահանջելով ավելի արդար կառավարում։ Գայ Ֆոքսը Անգլիայի խորհրդանիշ շենքը պայթեցնելու միջոցով ցանկանում էր սպանել Հակոբ Առաջինին եւ փոխել Անգլիայի իշխանությունը։ Ինչպես Գայ Ֆոքսին, այնպես էլ Շանթ Հարությունյանին այդ նույն օրը ձերբակալեցին։